Եթե աստվածաշնչային ամբողջ մատյանները անգիր իմանաս, չես փրկվելու։ Աստվածաշնչով մարդը չի փրկվում։ Մարդը փրկվում է եկեղեցու 7 խորհուրդներով։ Ահա ինչ էր սովորեցնում Սուրբ Կիպրիանոսը, ինչու, որովհետև նա դևերի իշխանություն ուներ, նա տեսնում էր գերբնականը եւ գերբնական այդ ամբողջ աշխարհների մեջ նա գիտեր Քրիստոսի տեղը։ Եվ նա ասում էր, որ եկեղեցուց դուրս փրկություն չկա։ Նույնիսկ կրկնում եմ Սուրբ Կիպրիանոսի խոսքերը։ Կաթողիկ է, առաքելական, օրթոդոքս եկեղեցուց դուրս սրբություն չկա։ Այսինքն խոսքը վերաբերում է եկեղեցու 7 խորհուրդներին։ Հիմա ինչու այսքան կոպիտ թվում, երբ որ ես ասում եմ Աստվածաշնչի գրությունը, եթե անգամ անգիր իմանաք, չեք փրկվի։ Սիրելիներ, նախ Աստվածաշունչը գրել են սրբերը, Մովսեսից սկսած այդ մարգարեները, ի վերջո առաքյալները, եւ դա ընդհանրապես նկարագրություն է եւ պատմություն է, եւ Պողոս առաքյալը ահա ինչու ասում է գիրը սպանում է, հոգին է կենթանացնում։ Աստվածաշունչը հին եւ նոր կտակարաններով ունի մեկ նպատակ, որ դուք ստանաք Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգով է ճանաչելի Աստծո ճշմարտությունը։ Իսկ եթե վերցնենք առանձին Աստվածաշունչի ինքնին, Քրիստոսը կերպար է։ Ես եղել եմ աթեիստ, կարդում էի, ահա Քրիստոսը հրաշալի կերպար է, միայն այդքան։ Բայց անձնական հանդիպումը եւ Սուրբ Հոգու ներշնչանքը թե ով է Քրիստոս, դա տրվում է միայն հատուկ դեպքում, եւ դու արժանի ես դրան, եւ դու պետք է ապացուցես, որ արժանի ես։ Իսկ ինչ վերաբերում է հին կտակարանին, բացարձակապես անհասկանալի է այո, անհասկանալի է եւ պետք է իմանաս պատմություն, պետք է իմանաս հին ժողովուրդների պատմություն, պետք է իմանաս հին ժողովուրդների լեզուների իրական իմաստները, որովհետև դրանք շատ տարբեր են այսօրվա իմաստներից։ Օրինակ հին կտակարանը արգելում է խոզ ուտել, խոզի միս, ինչու՞։ Որը մեկ իրեն հարց տվել է, ինչու՞։ Ահա որովհետև շատ ծայրահեղ հեթանոսները, մարդակերևան եւ այլն, իրենց ծեսերի մեջ օգտագործում են խոզի մատաղը, խոզ էին զոհաբերում իրենց չարիքներին, կամ նույնը մազերը ծածկելու, մանավանդ հին կտակարանը մազերը ծածկելու կնոջ այդ պահանջը, ինչ էր դա, բանն այն է, որ վհուկները կախարդության մեջ մտած կանայք անպայման ունեին շատ երկար մազեր եւ իրենք մազերի ինչ-որ էլեկտրական իմպուլսներով կապվում էին սատանայական դաշտերի հետ։ Եթե նկատել եք անգամ բանուհիները, բանական որոշ միաբանություններում բանուհիները լրիվ խոզում են իրենց գլուխները։ Ես իհարկե պիտի չմտնեմ այդ ամեն ինչի մեջ, որովհետև ի վերջո ժամանակի հետ այս ամեն ինչը հնանում է եւ մնում է միայն հոգու կենթանությունը, երբ որ դու մտնում ես եկեղեցու 7 խորհուրդների մեջ, եթե Աստվածաշունչը պատմություն է, գիտություն է, որ պիտի ուսումնասիրել եւ հնում Աստվածաշունչի օրինակներ չէին բաժանում, մարդկանց արգելված էր կարդալ։ Դու պետք է կարդայիր միայն մեկնություն ըստ նարեկացու, ըստ շնորհալու մեկնությունները, որտեղ մարդը կարող է սխալ հասկանալ եւ ինչպես իմ ամբողջ բողոքականությունը հիմնված է սխալ Աստվածաշունչի վրա եւ ի վերջո ամեն մեկը փոխում է մորմոնի իր Աստվածաշունչը ունի, մյուսները իրենցը ինչ ուզում անում են, բայց դա իրական Աստվածաշնչային մտածողությունը եւ պատգամները չեն Աստծո։ Եվ հիմա եթե Աստվածաշունչը դա տեքստ է, որը պետք է հասկանալ եւ հասկանալու համար պետք է ունենալ շատ մեծ տարբեր տեսակի գիտական աստիճաններ, ամեն մարդ չի կարող կարդալ Աստվածաշունչ եւ հասկանալ։ Ինչպես ես բերեցի 2 օրինակ, որ դուք չեք կարող հասկանալ ինչու է Աստված դա պահանջում։ Ինչու է Աստված պահանջում գնա ամաղեկներին բոլորին կոտորի անասունների հետ, երեխաների հետ։
երբ որ կարելի է նրանց դարսի բերել, մենք չգիտենք, պետք է ուսումնասիրել, ովքեր են ամաղեկները, իրական փաստերով, հավանաբար մարդակերներ են, հավանաբար իրենց երեխաները գենետիկորեն արդեն հիբրիդներ են, ես չգիտեմ, այնքան հարցեր կա, որ ոչ մեկը չգիտե, եւ ահա, այսինքն Աստվածաշունչը ամեն մարդու հասկանալու բանը չէ, բաներ կան հասկանում ենք, բաներ կան չենք հասկանում, եւ ահա Սակայն Աստվածաշունչը նորից եմ ասում իր մեջ փրկագնման կոնկրետ գործողություն չունի բողոքականներ սա հասկացեք եւ հիմա ինչ որ մեկը ինձ պոստ է անում իմ սոցիալական մեդիայում երևի քահանա որը Աստվածաշունչը կարդում ենք ու փրկվում ենք ինչի մասին եք խոսում դուք այդքան զայրացած չես փրկվում պարոն նորից Սուրբ Կիպրիանոս 7 խորհուրդներից դուրս եկեղեցու փրկություն չկա, այսինքն մկրտության խորհուրդը միստիկ խորհուրդ է սա, եւ դու քո կամքով կամ ծնողի քո կամքով եւ երեխային կարող ես դա ուղղել, ահա դու քո կամքով ինքդ քեզ զոհաբերում ես տալիս ես Քրիստոսին, ստորագրում ես քո անձնագրի, երկնային անձնագրի տակ, քո կամքով մկրտությունը եւ դրոշմը քո հասկանալը թե ինչ է քրիստոնյա լինելը ինչ է խաչի զորությունը պսակվել ես Աստված պետք է այդ երկուսի սեքս անելու ժամանակ ներկա լինի որպեսզի օրհնված լինի այդ սերմը եւ ծնվի օրհնված երեխա եթե ներկա չէ սատանան պետք է ներշնչի այս պիղծ գեներով երեխան, որը պետք է դառնա պատիժ իր ծնողների համար, սուրբ պսակը։ Եվ ահա, ամեն ինչ երկնքում է, մենք դա չենք տեսնում։ Եվ ահա, նաև սուրբ հաղորդությունը, պետք է միանաս Քրիստոսի հարության մարմնին, որպեսզի հաղթես, անմահության մեջ լինես։ Եվ ահա քահանայությունը այնտեղ, որ ստացավ Քրիստոսից Պետրոս ստացավ իշխանությունը, ինչ որ Քրիստոսը ունի, երկրի վրա իշխանությունը, նույն իշխանությունը, ինչ որ Քրիստոսը անում էր, տրվեց Պետրոսին եւ նրա ժառանգներին, այսինքն կարգով ստացած այդ շնորհքից քահանապետությունը։ Նրա վերջին օծում մարդը հիվանդ է, Սուրբ Հակոբոսի կարգա, որը նույնպես առաքյալները ամենտեղ տարածեցին, երբ որ բերեցին Սուրբ Պատարագի եւ Ձեսի եւ դոգմայի իմաստությունները, ինչ է կատարվում։ Ահա դու ապրել ես աշխարհային կյանքով, հիմա մեռնում ես, կա այստեղ մի ֆիլմ, շատ հետաքրքիր, ծեր կանանց մասին, ծեր մարդկանց մասին ընդհանրապես։ Ես տեսա 3 կանայք, շատ ծեր 90 տարեկան մոտավորապես, որ ոչինչ չի հասկանում, ոչինչ չգիտի, բերել են իրեն իր մոտ թորնիկին, ասում են սա ով է, նա ասում է չգիտեմ դա ով է, հետո բերում են իր դստերը, ասում են ինքը ով է, ես չեմ ճանաչում դրան, տարեք հեռու ես չեմ ճանաչում, իսկ դու ճանաչում ես Քրիստոսին, հարցնում է, Օ Քրիստոս, Հիսուս Քրիստոսին փրկիչն է, իհարկե ճանաչում եմ, նրա հետ եմ ամեն վարքյան։ Եվ փաստորեն ինչ է ստացվում, հոգին է ապրում մարդու մեջ, Քրիստոս հոգի է, որքանով որ դու կապված ես Քրիստոսի հետ մտքով եւ հոգով, ահա մահվան պահին մնում է միայն դա, մնացած ամեն ինչ անհետանում է։ Եվ դա կոչվում է հոգեվարքի պահ հիմնականում, եւ որի դեպքում քահանան կատարում է վերջին օծում, այսինքն վերջին խոստովանություն, եթե հնարավոր է, վերջին սուրբ հաղորդություն, այնտեղ օրհնություններ, տարբեր տեսակի ծեսը գրված է։ Եվ դա ինչ է անում։ Դա միանգամից ճանապարհ է բացում հոգուն դեպի երկինք։ Իսկ ինչպես են գնում երկինք։ Դուք չգիտեք երկինք ինչպես է գնում։ Դու հոգին դուրս է գալիս, ինչպես է կոշիկները թանեցիր, ոչինչ չես զգում մահվան պահին։ Եվ նույն իրավիճակը տեսնում ես նույն իրականությունը, հետո երբ որ սկսում ես շարժվել արդեն, դու տեսնում ես, որ անցավ պատով, դու տեսնում ես, որ հայտնվել ես ինչ-որ մի մարգագետնի մեջ,
ահա դու տեսնում ես Քրիստոսն է, իմ Տեր Քրիստոս, եւ սկսում ես հետևել այդ Քրիստոսին, գնում ես նրա ետևից գնում ես եւ հայտնվում ես դժոխքում, ինչու, որովհետեւ դա այն Քրիստոսը չէ, որին դու հավատացել ես, դա կեղծ Քրիստոսն է։ Այսպես վերաբերում է նրանց, ովքեր իրական Քրիստոսին օրթոդոքս ուղղափառ հավատքով չեն ճանաչում։ Եվ ահա, փրկվողներին երևում է սովորաբար իրենց հրեշտակը, դու ճանաչում ես իսկույն իրեն, ինչու, որովհետև դու քո մոր որովայնի մեջ, երբ որ դեռ ծնված չէիր, լույսերի մեջ ես լինում, եւ հրեշտակները այնտեղ են, եւ դու տեսնում ես, դու ունես այս միստիկ հայտնությունները։ Եվ ահա հրեշտակը քեզ տանում է լաբիրինթներով, տանում է տարբեր աշխարհներով, դա այնքան բարդ է։ Եթե դու միայն կարողանաս հասկանալ աշխարհների կառուցվածքը, կխելագարվես, որովհետև դա մարդկային մտքից վեր է։ Բայց դու ինքդ չես կարող բարձրանալ երկինք, բայց եթե ունես ուղեկցող, Աստվածամայրը կա, այնտեղ Սուրբ Հովսեփը, քո նախընտրած Սուրբը, իմ Սուրբը Սուրբ Ֆրանցիսկն է, ես աշխատել եմ իր համար 40 տարի եւ ակնկալում եմ տեսնել նրան, իմ Սուրբը Սուրբ Մարեկացին, Սուրբ Լուսավորիչն է, ում ես տվել եմ իմ ամբողջ կյանքը եւ ես հույս ունեմ, որ իրենք պիտի գան իմ հոգին բարձրացնեն երկինք Աստծո կամքով եւ իմ հույսով։ Հիմա, եթե Աստվածաշունչը պատմություն է, եկեղեցու 7 խորհուրդները միստիկ ներկայությունն է Քրիստոսի։ Հասկացաք, միստիկ ներկայությունն է։ Հիմա հարց կտակ, բա ինչ է, մարդիկ եկեղեցի չունեն ինչ-որ միտեղ, ահա նրանք հավատում են Քրիստոսին, շատ մուսուլմանական երկրներում այդպես է դեպ, բա նրանք ինչպես են փրկվում, եթե եկեղեցի չունեն։ Ես նորից եմ ասում, եկեղեցու 7 խորհուրդները դա միստիկ ներկայությունն է Աստծո։ Ահա մարդ մկրտված չէ, մեռնում է, մահվան պահին հրեշտակը երևում է եւ նա մկրտում է, հրեշտակը մկրտում է, այսպիսի վկայություններ շատ կան, եւ ահա նրան տալիս է Սուրբ Հաղորդություն, եւ հոգին արդեն ազատ է երկին գնալու, եթե նա արժանի է դրան։ Աստծո համար անհնար ոչինչ չկա, սիրելիներս։ Իսկ այն քահանաները, որոնք ուրացել են իրենց պատասխանատվությունը եւ չեն ճանաչում անգամ իրենց անելիքը կամ իրենց դոգմատիկ ուսմունքը կամ իրենց ծեսի մաքրությունը, նրանք բոլորը դատապարտվում են դժոխքի, որովհետեւ սա մի այնպիսի բան չէ, սա թատրոն չէ, սա գործ ունես դու Աստծո հետ եւ Աստված չի ծաղրվում։ Խնդրում եմ հիշեք, Աստված չի ծաղրվում, հավատում ես Քրիստոսին ամբողջ հոգով, սրբում ես, Սուրբ Հոգին քո մեջ է արդեն, դու անընդունակ ես դառնում մեղք գործելու, շնացման, ստի, գողության, դու դառնում ես անընդունակ, մահ գերադասելի է քեզ, քան թե պոռնկանալը, այսպես է, երբ որ Սուրբ Հոգին քո ներսում է, եւ ահա, եւ այն մարդիկ, որոնք ձևացնում են թե քրիստոնյա են, բայց իրենց էության մեջ իրական ուրիշ ուրեմն դեմք ունեն, ուրիշ կերպ իրենց խափելով են ապրում, նրանց վերջը դժոխքն է, շատ ներողություն եմ խնդրում, եւ ահա որպեսզի դու իմանաս ինչ է քո ներսը, դու դրա համար Տերը ասեց պոռնիկները ձեզնից ավելի շուտ են հասնում երկինք, ինչու, որովհետեւ այս մարդիկ իրենց ներսը հասկացան եւ փորձեցին հասկանալ դա ինչ է իրական կյանքում եւ իհարկե գարշեցին ինչպես այս Մարիամ Երուսաղեմցին, ինչպես էր անունը այդ սրբու, որը փաստորեն եգիպտացի, Մարիամ եգիպտացի, փաստորեն ինքը կարծեմ Հունաստանում էր, զբաղված էր մարմնավաճառությամբ եւ նույն պատճառով ինքը նստեց նավ եւ գնում էր դեպի Եգիպտոս եւ Եգիպտոսում երբ որ իջավ եւ փորձեց մտնել եկեղեցի, դռների մոտ Աստվածամայրը կանգնեց եւ արգելեց իրեն։ Եվ նա տեսավ Աստվածամորը։ Դրանից հետո ինքը գնաց Եգիպտոս անապատում ապրեց, քաղցած, նիհարած, մեր համարյա թե նա կյանք չունեցավ, երկար տարիներ ապրեց այնտեղ։ Եվ Մարիամ Եգիպտացու վարկը կարդացեք, կա կարծեմ հայերենով ամեն ինչը։ Եվ դուք կհասկանաք, որ ահա մեղավոր մարդը ավելի հեշտ է հասնում Աստծուն, ինչու, որովհետև նա կեղծավորություն չունի։ Ինչու է Աստված այնքան զզում փարիսեցիներից։ Ահա ուզում են այդ պոռնիկ կնոջ վրա քարեր նետել, այդ քահանան այնտեղ կանգնած։
եւ Քրիստոս վերցրեց փայտը եւ ավազի վրա անուններ էր գրում։ Հետո նայեց, ասա բոլոր փախան, ինչ պատահեց։ Որտեւ այդ քահանան ով դատավորն էր, Քրիստոս գրում էր նա սիրուհիների անունները, նրանք փախան։ Այսինքն թե ինչ եմ ես ուզում ձեզ ասել, սիրելիներս, 10 պատվիրան եւ Քրիստոսի անձ, սա եմ ասում, եւ 7 խորհուրդներ, եթե 7 խորհուրդներ այսօր եկեղեցին քեզ չի մատուցում, նախ հնարավոր չէ դա, անպայման կա Սուրբ եկեղեցի, Աստված մեզնից երես չի թեքել։ Եվ ահա, եթե հայկական եկեղեցում չկա, գնացեք փնտրեք ռուսական եկեղեցում կամ ուրիշ եկեղեցիներում, ես չգիտեմ, բացի արևելյան այս խփտի մտի, որոնք վավերական չեն։ Ռուսականը վավերական է, կաթոլիկ տրադիցիոնալ տրեդինտին վավերական է, կարող է եւ լինել, ասենք, բյուզանդական ծեսի ուրիշ եկեղեցիներ վավերական, ձեր սիրտը ձեզ կասի, Աստված ձեզ կողորթի, բայց ես համոզված եմ, որ Հայաստանում կան շատ լավ քահանաներ, ինչու եմ համոզված, որովհետև դա նաև գենետիկ է, իրենց հոգով անպայման, որովհետև նրանց անցավորները եղել են սրբեր, եթե տեղյակել չեն մի բանից, իրենց հոգին իրենց կասնի, ինչն է սխալ եւ ինչն է ճիշտ, ամբողջ հարցն այն է, որ նրանք պետք է ունենան այնքան քաջություն, մարտիրոսվելու անգամ քաջություն, որ խոսեն ճշմարտությունը եւ մերժեն սխալը, դա է, որ մեր եկեղեցում հիմա չի կատարվում։ Ահա սիրելիներս, երբեք բողոքականների խայծը կուչ տակ, Աստվածաշնչով մարդը չի փրկվում։ Կարդա Աստվածաշունչ, եթե մի բան չես հասկանում, առանձնապես թող այդ հարցը քեզ չտանջի, այնտեղ այդ մանավանդ այդ հրական կռիվների մասին այնքան խառը բաներ կան, իհարկե երբ որ մենք կարդում ենք Նարեկացի կամ մեր բոլորը Մանդակոնի նաև Լուսավորիչը շատ մանրամասն իրենք այդ հին գտակարանի իսկական աստվածաբան էքսպերտներն են եւ ներկայացնում են այնտեղ, բայց եթե ձեզ խոստովանելու լինեմ, դա ինձ ոչնչով չի օգնում, իսկ ինչն է ինձ օգնում դառնալու հզոր, ինձ Քրիստոսի սերն է օգնում դառնալու հզոր եւ աստվածանոր սերը, այն որ ես իրենց պիտի երբեք չվիրավորեմ, եթե Քրիստոս ինձ մաղում է սուրբ լինելու առանց վերապահումների, կռվելու չարի դեմ, առանց վախենալու, եթե անգամ ինձ պետք է սպանեն ու մարտիրոսվեն, այդ աստիճան, ինչպես մեր սրբերն էին, ինչ էր, Սուրբ Գևորգը հանեց շղթան, ստիպում են, որ նա երկրպագի այդ տակլոր տղամարդկանց Զևսը եւ այլն շղթան հանեց եւ բոլորը ջարդեց։ Գիտեի որ իրեն պետք է սպանեն դրանից հետո։ Եվ այդպես բոլորը նախնական մարտիրոսներն են եղել։ Եղեք նախնական մարտիրոսների նման, խիզախ եւ հզոր եւ մի վախեցիր ոչնչից։ Այսօր այդ անտանելի կուրքերը եկեղեցում են եւ նրանց ծառաներ են այս քահանաները։ Դու պետք է կարողանաս հասկանալ եւ քննել ովքեր են նրանք ինչ են ուզում։ Շատ բարդ հարց է դա, բայց ինձ համար օրինակ շատ հեշտ է, որովհետեւ Ամերիկայում այդ ուղղությունը եկեղեցին մաքրելու մշտական այս թեժ կռիվը կա։ Եվ բացարձակապես անհրաժեշտ է չարի դեմ կռվելը, եթե ոչ չարը կհաղթի, բայց եթե մի հոգի անգամ ճշմարտությունը ասում է, միայն եթե ճշմարտությունը հնչում է օդի մեջ, արդեն չար պարտված է։